Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ պատում, Սասնատուն, Վանա Գավառա բարբարով, պատմողը և գրի առնողն անհայտ։ Դավիթ Մերի կնկյանին նամիս որ թմմավ լաչ մի պե, ուեն լաչու անուն Դավիթ դրին։ Մսրամելիքի մախից 40 օր էլ վերջ ինոր կնիկ տղե մի պե, են տղի անուն էլ ուր խոր անունով Մելիք դրին։ Դավիթի 40 որ թմմավ, ինոր մերն էլ մերավ, իսոր խամար ծենով ովան Դավիթ կոնտխի մեջ պաթութեց, օրոխկեց մոտ Մսրամելիքի կնիկ որ շախեր, պախեր չուր ճոչաներ։ Մսրամելիքի կնիկ Դավիթին էլ ծիծի տուր խետ ուր տղին, քանի որ էնել ուր տղի պես մհերի սերմներ։ Աման Դավիթ ճամփխի վերեն 7 գիշեր 7 ցերեկ անցից էր մնացե, մենակ թե ընֆերիս փայլևաններ, որ են տարան, ծծի տեղ գասպին կուտինին օր չուր խասուցին տեղ։ Մսրամելիքի կնիկ 3 տարի Դավիթին ծիծի տուր խետ ուր տղին, չուր ծծից կտրեց։ Եբ են տղեներ էլան 7 տարեկան Մսրամելիքի կնիկ ուր տղեն իտուր վարժատուն, Դավիթին չի տուր։ Ինոր խամար Դավիթ կիներ դեստեն կխաղեր խետ փողնի տղեներած, են պատճառով ինք մնաց անկիրտ, էլավ փողնի տղա։ Ավուր մեկ եբ Մսրամելիքի տղեն ինան Դավիթ մեյտեղ ճան կխաղին, Դավիթն ինոր տարավ, են պատճառով Մսրամելիքի տղեն շատ սրդողավ ասաց, վայ, ես Մսրամելիքի մը տղա էլնեմ, դու ձիք տանիս, ինոր խամար շոտը մելավ կնաց մոտ ուր մեր կյանքատ, մեր եբ տեսավ շատ գյորովրեց ինոր, ճորով խանդարդավ։ Դավիթ ուր խաղիտ վեն ինկերեր, Մսրամելիքի տղեն էլ ուր կյարդալու խետներ։ Ինոր խամար Դավիթ խաղից վերջ ինկավ ավ անելու իտիվեն։ Ճան խաղալով քանիմը կուրուշ իսկետ ձեր, են պարեն տարավ մեյ խատ պստիկ նետ վանեղմ գնեց, ու են նետ վանեղն իտալ կամակն ինկավ դես ու դեն ինորով ճնջղոք կզաներ, ես պատճառավ շատ ուստա նշանդար էլավ։ Ես պան տեսնալով ինոր աղբեր ինքնել ուզեց Դավիթի պես ճնջղուկ զանել։ Ինոր խամար կնաց ուր մոր մոտեն նետ վանեղ մարեց կնաց ավանելու։ Օրեմ եբ Դավիթի խետ ճնջղուկ զանելու էլան, ենոր Դավիթ 10-20 խատ իզարկ ինք մի խատ էլ չկարծավ զաներ։ Մսրամելիքի տղեն նորեն նեղացավ ու ասաց ճանի մեջ, տարվա խերիք չեր, ավի մեջ էլ Դավիթից ետ մնացի, ինչեղ պիտի ելնի ապա իմ հալ, եբ էսա եթիմ ճոճանա։ Իմ հալ յամանի, ասաց ու լալով նորեն կնաց մոտ ուր մեր կանգտեց, եբ Դավիթ ուր զարկած ճնճղկներ, խպարտ մոր արջև կթապեր։ Դավիթ եբ էլավ դուս, Մսրամելիքի տղեն ասաց մոր, ես ինչ պիտի անեմ ես սա ետ մուխետ, ենիք ծիկ աղբեր չի, ապա իմ դուշմանի։ Չէ, ասաց մեր արիվուտ մերնեմ, մի պարկանա, գելի որ օրմել դու կաջող ես։ Իսոր խամար Մելիքի տղեն ասաց ուր մոր չէ, էլ ես վարժատուն չեմ երթա, ինչ որ ուսա էնել խերիքի, ըստուց ետ գերթամ ես էլ վերիս պայլիվաններած խետ թալիմ կանեմ։ Մեր շոտըմ ծիմի տուրինոր, ծիու խետն էլ պստիկ նետ վանեղմ, ինան պստիկ գյուրզմ ասաց, գնա ինչ կուզես արա։ Մսրամելիքի վազիր կուզ պայտին, Մելիքի մախից վերջ ինոր կնկյան էլ տիրեց, արաց ուրիար։ Ինոր խամար թակավորութեն ինչ կանդար որ կնկյան ծերներ, աման սմեն իշխանութեն են կուզ պայտինի ծերներ, ինչ որ ուզեր են կաներ։ Եբ Մսրամելիքի տղեն հմեն օր կերթեր թալիմ կաներ, Դավիթ աղաչեց ինոր, որ զինքնել խետ տանի։ Մսրամելիքի տղեն ասաց, թե հե, դու պիտի թալիմանես խետ ձիք, ես որ թակավորումը տղա եմ, աման դու մեկ եթիմ ու փողնի տղա ես։ Ինոր խամար չուզեց են ուր խետ տանի։ Աման Դավիթ
ուր երեսի սորով մեկ ելոր կնած թալի մի տեղ կնած, մախսուս նստավ ենտեղ, որ Մսրամելիքի գյուրսկին էր։ Մսրամելիքի տղեն եբ զատանց տեսավ, որ մեկը նստե ենտեղ, խարծուց փնտրեց, իմցավ, որ Դավիթն է նստող։ Մսրամելիքի տղեն եբ էսպեն խասկցավ, կատղավ ու ասաց, աղեկի, որ զանեմ սատ կցուցեմ զինք, աման նորեն, ուր խորոխպոր խաթր կանեմ։ Ինոր խամար ֆերիս պայլևանի մեկ նորող կեց, որ են վեր խանի ուր տեղեն։ Աման Դավիթ վեր չելավ, ապա ասաց, թող Մսրամելիքի տղեն ուր գյուրսն ուրիշ տեղ թալի, ես աստեղեն չեմ ելնի վեր։ Փայլևան եբ դարձավ Դավիթի ասածն պատմեց, Մելիքի տղեն սաստիկ սրդողելով ասաց, աղեկի, որ ինք ուր ոտնով ինկավ իմ թոր, պետք է որ զանեմ սատ կցուցեմ ու մեկ դիրազատվիմ, ընտորմից, որ չելնի, թե վերջ փորձանքմ դառնա իմ գլխուն։ Ասաց ու խեցավ ձին, մեկ սահատվան ճամպաղ զատացավ, ուր գյուրսնի թալ։ Դավիթ տեսավ, որ երկնուց կլոր պանամ, ուր գլխու վերեն կիչնի, շոտամ ձեր ներգնցուց պռնեց, են գյուրսն ու էթալ կախքի վերեն, են կերպով մեկ քանի աղքատ տներավ իրան։ Դավիթ շոտը մելավ կնաց մորն ասաց, եսօր ես դաշտ նստերի, մեկ էլ տեսա, որ երկնուց կլոր պանեմ կիչներ, շոտում խոսապռնեցի են կլոր պան ու թալեցի կախքի վերեն, քանի մտներ են ապով ավիրան ինոր խամար փոխատուն։ Մելիքի կնիկն ասաց, տղա, դու որ տեղնիր, որ էտա պան արիր։ Դավիթն ասաց, ես նստերի ենտեղ, որ քյո լաչու թալած գյուրս կիչներ։ Մսրամելիքի տղեն Եբ իրիկուն տուն դարձավ, մեկ էլ են պլած տներած տիրվանք եկան մոտ կանգատ ու ասին թակավոր ապրած կենա։ Դու չիր կանի քո գյուրս ուրիշ տեղ թալի, որ վեր կախքին թալեցիր, ըսկնամեր տներն ավիրեցիր։ Մելիքի տղեն կլող շարժելով ասաց, վնաս չկա, ես ծեր տանտեղ նորեն կշինեմ, են գյուրս թալողի խացն էլ կուտամ ինոր ձեր, որ երթա գիտնա, թե կտրճութեն ինչախ կելնի։ Ես կերպով ճամպխեցինոնք, վերջ դարձավ մորն ասաց, որտեղի են շան եթիմ, ձիք նշանստու, որ ես ինոր շան սատակ անեմ, ըսկուն էլնի, որեն իմ թալած գյուրս պռնի, թալի վեր կախքին, աղքատներ աստաներն ավիրի, խա։ Մերն ասաց, չէ տղա, ենիք եսօր դուշ չել է։ Չէ, ասաց Մելիքի տղեն, ես մարդ օրողկեցի իմցա, որեն էր նստե իմ գյուրս թալած տեղ։ Եբ ես կերպով մերն ու տղեն մեյտեղ խապար կուտին, մեկ էլ կուս պայտին ուր մարդիկով անկարծ ներս մտավ ասաց, էլը մինչ էլ է ըսկնա, մեկ ուխետ մուճաթալակ անեք։ Մելիքի կնիկն ասաց, ինչ գիտնամ, եսա եթիմ մեր կլխում փորձանքի դարձի, խերիքի, արիենի կորողքենք ետ, էլ ես չեմ կրնա իսոնց թարդ քաշի, հմենոր իմ լաչն ու են մեկ ուխետ կկրվին, վախնամ, թե օրն փորձանքն պիրեն մեր կլխուն։ Մելիքի լաչ, որ ես խոսք լսեց, ավելի կատխավ ու ասաց, չէ, ես անպատճառ են շան եթին պիտի սատ կցուցիմ, որ չեղնի թե երթա ուր խոր երկիր, վերջ զորանագյա իմ թակավորութեն առնի ձերնես։ Մերն ինչ որ արած, ճարչելավ խետ, ինոր խամար էսպան, կուս պայտինին խանձնեց, ասաց, դու գիտես, էսապանին մեկ ճարկանես, կուսպայտին ասաց, քանի որ կասես, տղայի, ինոր խելք չի խասնի, աղեկի, որ փորձենք զինք, տեսնանք, թե խելք չխասնելու խամարի, որ էսապան կանի, թե սատանութենմ կա միտք։ Իպի թեպսիմը չամիչ, թեպսիմ էլ կրակի դիր Դավիթի առաջ, որ տեսնա, թե որ են ձեր դեղ կրակ տարավ, զատի աղորդի որ տղայի, խելքպան չի խասնի, աման եբ ձեր դեղ չամչի թեպսին տանի, զատի սատանութենմ կա միտք։ Եբ թեպսիմ չամիչ ինան կրակ դրին ինոր արջև, ասին, որ ձեր պարզի ուրուզացն առնի։ Դավիթ եբ չամիչ տեսավ շուտմ ձեր ներգնցուց որ առներ, մեկ էլ աստծու խրամանքով խրեշտակ մը իջավ իզոր կինոր թևին տարավ դեղ կրակ։
Ինոր համար, Եբ ձեր սաստիկ իրիցավ շոտը մեն իրիցած ձեր տարավ դեղ լեզուն էլ իրիցավ էլավ յարա, էլ պատճարով էլավ թլվատ, ու են օրից ետ ինոր անհուն մնաց թլոլ Դավիթ։ Մերն ասաց տեսակ, ես չասի, որ տղայի, խելք պան չի խասնի, ինոր խամար են պաներ կանի, իսոր խամար, աղեկի, որ զինք ճամփխենք ետ մոտուր խորող բեր, որ չելնիտ օրը մինենք մեղած տակ։ Շոտ ըմպերին երկու վերիս փայլևանի ձեր տվին Դավիթ, որ տանեն ուր խորտուն չում սասուն մեկ։ Եբ են փայլևաններ ճամփա խելնելու վրա էին, Մելիքի տղեն կեղտիկ կանչեց, ինոնք ասաց, Եբ կխասնեք պրե պատմանի կարմնջի վերեն, շոտըմ պարնեք Դավիթի ճվեն թալեք գետի մեջ, որ չելնի թե վերջ փորձանք դառնամ է։ Եբ էլան ճամփախ, Դավիթ վերջամփխին ճան խաղալով չնչխուկ պռնելով կերթեր ինոց հետ, չուր խասան պրե պատման։ Ենտեղ Դավիթ կարմնջից քիչ ըմզատ, եբ ուր խաղի խետներ, Են փայլևաններ նստան վեր կարմնջին չուր Դավիթ խասներ։ Են ժամանակ աստծու խրամանով մեկ խալիվորը մերեված, ասաց Դավիթին, Են երկու մարդեր, որ քե պերին, նստեր են վեր կարմնջին քե կաչկեն, որ խասնելուտ պես քե թալենկետ։ Իսոր խամար քե խրատëm կուտամ, աղեք պռնի են խրատ, որ ազատիս։ Կարմնջի վերեն խասնելուտ պես, շոտըմ կխասնես են երկուսն էլ կմշլկես մեջ կեդին, կնցնես կերթաս քոերգիր։ Դավիթ էսա խոսք լսելուն պես կնաց, խասավ են երկու փայլևաններած մոտ ասաց, դելեք, ինչի նստիրեք, ինոնք ասին չէ, չուրստեղ մեր թակավորու խողներ, ինոր խամար մենք քե պատիվ չենք անի, ստուց ետ ձեր թակավորուտնի սնորնի։ Անոր խամար կուզենք, որ մեզնից մեկ քո արջևեն, մեկն էլի տիվեն, ենենք ասկուն տանենք է։ Դավիթն ինկավ ընոնց մեջտեղ չուր խասան կարմնջի կլող։ Ինտեղ, եբ երկու փայլևաններ արին, որ Դավիթ պռնեն թալեն կետ շոտըմ, Դավիթ ինոնց մեն մեկ նուրաչ թիվով, մեկ елնել ցախ թիվով պռնեց, երկուսն էլ մշլկեց մեջ գետին, էլան խեղդալող ու ինքն էլ ուր ճամփախ պռնեց։ Եվ կարմնջից իջավ տակ, են խալիվոր մարդ նորեն երևաց ինոր ասաց, Դավիթ, ինչ որ ասիք է արիր։ Խո, ասաց Դավիթ, են երկուսն էլ թալեցի գետ, քեզնից շատ շնորհակալ եմ։ Խալիվոր դարձավ ասաց Դավթին, Եսա ճամփախ, որ կտեսնաս քո արջև, դողրի կերթա չուր քխոր քաղաք մեկ, չելնի, որ շեղես եսա ճամփխից, կիցած елնես, թե ընտուն, որ դու ծնար, շատ ճոճտուն մի, ասկուն անես, որ գիշեր ժամանակ խասնես տուն, եբ կխասնես, դուր խփես ու ներս մտնես։ Դավթի երթալեն, աստղիկ թակավորը համեն օր աստղունք կաչկեր Դավթի հալը հասկնալու համար, աման հայն օր աստը խավար կտիսներ։ Են օր, որ Դավիթ մոտենալու վրա էր, են գիշեր նորեն իրիշկես թեխ աստղունք, իմցա, որ Դավիթ գալու վրա է։ Ինոր խամար ասաց ծենովովանին աղեկի, որ եսա գիշեր արդյուն մնանք, չունքի Դավիթ պիտի կա։ Ծենովովան նուր կնկան մուժդայտուր, աման կնիկ չավատաց, ասաց թե հողոր մի քոխոր։ Դավիթ եսա 10-12 տարի ճորով իկնացեն, ինչ խշոտ մելավ կտրիչ, որ դարձավ։ Եբ եսա զրոցի մեջնին, մեկ էլ անկարծ դուրը տպեցին։ Շոտ մելան պացին տեսան, որ մեկըմ վեր թրան կայնեկը խարծուցի, թե եսայի սանասարի տուն։ Են ժամանակ շոտը իմացան, որ Դավիթ ինքնի, ներս պիրին, եբ տեսան, ոտ պպիկ, գլոխպած, չաթլեղ տղամի, ոտ կերնել արն թաթախ ու կեղտոտ ինոր խամար, շոտըմ տարան պեղնիս, լող կծուցին,
թագավորական խալավներն էլ խակուցին, նստան կերան խման, շատ ուրախութեն արին։ Քանի որ երբ Դավիթ խանգստացավ, հինոր ճամփեցին վարժատուն։ Haman Դավիթ մեկիր ուր խելք խիալ տվեր էր խաղին ու ճնճխուկ զանելուն։ Հինոր խամար օրական 1-2 դաս առնելուց ետ կերթեր խետ ճնճխներած կխաղեր։ Քանի մորից ետ երբ Դավթիկյալ նիմցան երկրացիք շատ ուրախելան։ Համա երբ իմցան, որ թլոլի էսապան ինոնց սիրտ կոտրեց։ Երբ պատճառ խարցուցին ինոնց պատմեց զմեն պան, որ ուր կլխուց ընցեր էր։ Ինոնք ես խոսքեր երբ լսան, նորեն շատ ուրախ էլան, որ սալամատ փրթավ եկավ ասին անպատճառ, ինոնք ուզեր են ինոր լեպ մանել։ Ինոր խամար 7 գիշեր ու 7 ցերեկ կերան խման ուրախութեն արին։ Դավիթ ուր խաղից ուրավից վաշ չէր ընցնե։ Համեն օր էլ կերթեր խետ տրեներած օր կնցուցեր։ Են կերպով Դավիթ են խաղերած մեջ սկուն պաներ կաներ, որ զմենին էլ կզարմացուցեր։ Շատ կյախ կպրներ խաստ բարդի ծարեր կկորեր, ուր ընկերներ են ծարերած վերեն կնսցուցեր, տրանգյուզալ կխաղցուցեր։ Կելներ շատ կյախ էր խաստ բարդի ծարեր կկորեր, մեկ էլ թող կտեր, ինոնց վերեն նստած տրեներ, կինին տակ, որու ծեր տեղեն կելներ, որու թև կկոտրեր, որու կլող կչնճխվեր, ասկուն որ քանիներ էլ կմերնեն են գերբով։ Են երկրի ժողովուրդ եբ էսապաներ տեսան, ինոր խամար եկան մոտ ծենով ովան կանգյատ ու ասին, թե որըց կնա երթա, էլ մեր կախքի մեջ տղա չպիտի մնա, իսոր ճար մարա, իսոր թիմացնար, թե չէ կեշ կլնի։ Իրիկունը ծենովան կանչես Դավիթին ասաց, խերիկ չէ, որ երթաս փողան, են տրեներած խետ խաղաս, ավոր չէ շատ մտրեներաս էլ վնաս կուտաս։ Դու թակավորու տղա ես, քեկ վայելի ես կնապաներ անել, արի մեկ քանի տավարներ տար թաշ տարածացրու, ենտեղի ինչ կանես արա, էսա պանից վազնանցի։ Մեկ էլ օր ծենովովան շողվեց ուրենց մեկ քանի խարներ իտուր թավթիձեր օրողկեց տաշտ։ Դավիթ քանի մոր, ես սկնա տաշտ երթալուց կալուց ետ, օրմել շատ սաստիկ նեղվավ շոքից ասաց, բոշի, ես որ առնեմ եսա կարներ, երթամ եսա թիմացի պանցրսար մեկիչ խովնամ ենտեղ, իրիկվան նոր թարնամ կյամտուն։ Ասելն ու երթալ մեկ ելավ։ Մեկ էլ տեսավ, ենտեղ ծակիցը մեկ աղվես ելավ դուս։ Շոտը մնկավ են աղվսու ետև, իպե մեջ կարներած, գիտեր թե են էլ կարնի։ Քեչն վերջ տեսավ, որ ենտեղ են ուրիշ շատ տեսակ ճանավարներ էլ եկան, ինոնք էլ կորեց մեջ կարներած։ Ես պատճառավ են կարներ, որ խարիր խատին, էլան 2 խարիր խատ։ Երեկուն Դավիթ ուրախ ինոնց հետ կարներած քշեց իպե մտավ քաղաք։ Խորախպեր, որ համեն իրիկուն կելներ Դավթի դիմաց, են իրիկուն տեսավ, որ սարն էլ աղվես, կուս, կորաբաշ, լաբստրակ չի մնացե, որ սամեն էլ խետ կարներած պիրերի տուն։ Ինոր խամար շպտալով մոտեցավ Դավթին ասաց, բալամ, թող դա, մի զոր է, ինոնք որ կփախնին թող երթան, են որ կմնա տարգոմ։ Ինչ որ մնա, են էլ մեզ խերիքի։ Դավիթ մտիկ չարած, ապա սամեն էլ իպե մտուց մեջ կախքին ու ինք գնաց մտավ տուն։ Իրիկուն խորոխպեր ասաց Դավթին, չէ, դու չես կանա եսա կյարներ արածա, աղեկի որ քանի մխատկով ես տանիս դաշտ։ Դավիթն ասաց, խա խորոխպեր, են երկեն ակրջներ իմ խոքին կխանեն, աղեկի որ մեր տավրներած խետ դրկսներած տավարներն էլ տանեմ, որ պան մարնեմ, ինոնցից էլ վաստակ մանեմ։ Մեկ էլ առատուն, խորոխպերն եսա կերպով մեկ ախագին նախիրմ կազմեց ու Դավթին խանձնեց, ապսպրելով ինոր, որ դաշտից շատ չզատանա։ Ինքն էլ ամեն ցերեկ խաց կտաներ Դավիթին։ Եսպես քաշեց օր մերկու։ Շոքնորեն զորես Դավիթին, ինոր խամար ասաց, չէ, էլ չեմ կանա դիմանա, քիչ մել տավրներ քշեմ եսա,
մեշալղի մեջ, որ մեկի չխովնամ։ Երբ մտավ մեջ մեշալղին, մեկ էլ տեսավ ենտեղ են խոզմելավ դյուրս։ Դավիթ գիտցավ թե էնել տավարերին գավիտիվեն են խոզնել կորեց իպե մեջ նախրին։ Քիչն վերջ, մեկ ու իտիվեն արջ, գել, ուրիշ չանավարներ էլ անդուս, ինոնք զմեն էլ մտուց մեջ նախրին։ Խորոխբերեն օր մորցավ Դավթին խաց տանել։ Եբ տեսավ, որ ենիրիկուն Դավիթ կան գնա, ասաց գերևա, որ էսօր ինոր նորեն պանեմ պատախերի, ելնեմերթամ դիմաց տեսնեմ, թե ինչ պասի։ Մեկ էլ տեսավ, որ Դավիթ ախագի նախիր միսկի արջև կուքյան։ Խորոխբեր նորեն ծծխալով մոտեցավ Դավթին, ասաց Դավիթ մի զոր է։ Ապա են որ կփախնի, թող դու որ փախնի, են որ չի փախնի, մտու քաղաք են է մեխերիքի։ Դավիթ ասաց, չէ խորոխբեր, չէ, ինչի փախնեն, չէ որ քանի շատ ելնեն, են կանդար իմ հախնել շատ կելնի։ Ինոր խամար, են նախիր զմեն մտուց քաղաք ու ինքն էլ կնաց մտավ տուն։ Խորոխբեր եբ կնաց տուն, տեսավ, որ Դավիթ շատ մալուլ մռուտ նստերի, ինոր խամար ասաց Դավիթ բալա, ինչ ելեք, ես կնա մալուլ մռուտ ես։ Խորոխբեր ասաց Դավիթ, են տավրներ իմ խոքին խանին էսօր էլ չեմ կանա էսա գործնանի։ Վաղ կե ուրիշ գործիմ պիտի տնեմ։ Մեկ էլ օր խորոխբերն ասաց, արիք հեմեի նետ վանեղ մարնեմ, կնա տաշտինգի սարեր, քարեր, ավարապե, իպենք ուտենք, ինդրա անենք, քանի որ ես տարի թանգութեն ուտելիք չգտնվե։ Խո, ասաց Դավիթ, գը էտայ իմ ուզած զաթի։ Խորոխբեր խորոտ նետ վանեղ մարեց, իտու Դավիթին ասաց, գնա էսա դիմացի սար, ենտեղ քո գործ տես, չելնի թե մտնես էսա դաշտի մեջ, ենտեղ չելնի որ վնաստաս ուրիշներած։ Իրիկուն որ էլավ, Դավիթ շատմ խավքերի զար կիպե, իտուր ուր խորոխբոր կնկյան որ իպի, ինքն էլ կնաց նստավ վեր աղբրին, որ ուր արնոտ ծերներ լվա։ Քանի որ էսպես տանելուց ետ, արտեր հմեն քաղվան մնաց մեկ պարվու արդ, որ կորեկ էր։ Մեկ էլ օրեմ, Դավիթ տեսավ, որ են պարվու արտի մեջ հանդար խոզար չնչուկներ թապեր են կորեկ կուտեն։ Շոտ մելավ խասավ ենտեղ կորեկի արդ, շիտկեց ուր նետ վանեղի զարկ են չնչուկ ներած, ասկուն որ չուր իրիկուն խարիր խատից ավել չնչուկ զանեց ու տունի պեինոնց։ Ինք նորեն կնաց, նստավ վերաղբրին ուր ծերներ լված։ Ին շաբանակ, պարավ մեկավ աղբրիտ ջուր տանելու։ Եբ են պարվու աչք Դավթի իրեսն ինգավ, խասավ թեխին է քյոմպ միտու մեջ Դավթի կլխուն ու խազար մեկ ու շունցով ասաց ինոր, կա, դու աստծուց խեր չտեսնաս, էլ ուրիշ տեղ չեկեր, քո ավնանելու խամար, որ ըսկնայիմ տուն ավիրեցիր, իմ արտակն ու վիրև արիր, մեխ հատ կորեք չթողիր, որ ես իմ ապրուստն անի, ինչու քյոխոր բաղչեն չես կնա ավանի։ Դավիթն ասաց մերիկ, մի պերգանա, արեսա իմ զարկած զմեն խավքեր կե, ինոնք խեսաբի քյո զարարզիան։ Դավիթ են օրվա զմեն որ սարած խավքեր, իդուր պարվուն ու ինք գնաց տուն մալուլ մռուտ։ Մնա չու մարավ տուն, գնաց մոտ խորոխբեր ասաց, այ խերախոտ խորոխբեր, խերիք չի որ ձիկս կնա թողես, էլ պեն չմնաց որ չարի չուր, նախրորդ ուտեն էլ արի, մկայելա նեչիր իմ խոր մալի մülքի մեջ չկան ասկուն տեղեր, որ ես էթամ ավանեմ, չինեմ ուրիշներած մալի մեջ, ախր իմ խոր խաս բաղ չէ մկա, թող որ ես մտնեմ ենտեղ գործ տեսնամ։ Խորոխբեր, որ չուր են օր չեր ուզե, որ ուրեն տան թակավորական վիճակ հայտնի անի ինոր, ասաց, էտա պեն քո հայտնողի պերան կոտրի, դելի երթանք, որտեղ որ կուզես։ Շոտմ խրաման արած, սեիս ներած, քաշեցին ձյանք, ձիմը ինք խեցավ, ձիմ էլ Դավթին խեցուց, ինքան ճամպախ։ Քիչվերջ խասան Դավթի խոր խաս բաղչեն։ Եբ Դավիթ տեսավ են խաս բաղչեն ուրախութնից խել գլխուց գնաց, չունքի տեսավ, որ են բաղչի մեջ աստծու ստեղծած զմեն անասուններ ու խավքեր կկնդվին։
Հեսապաներ տեսնալուն պես շոտմ խասավ են բաղչից դուս իխան են զմեն ճանավարներ ու խավքեր ու ազատ արեցին on զմենին։ Խորոխբեր երբ տեսավ հեսապաներ ասաց Դավիթ էդ ինչ կանես։ Ախրիտոնք զմեն քո խերնի պիրե ստեղ որ մենք մեր ուզած վաղտ գանք մեր ավն անենք։ Չէ ասաց Դավիթ, թող ինոնք ազատվեն, ես ինչ ժամանակ որ ուզեմ նորեն կանամ ժողվեինոնց։ Հենտուց ետ Դավիթ մտավ մեջ ուր խոր բաղչին, ինոր լենք ու երկենք պտտավ։ Խորոխբեր տեսավ, որ կայնավ Դավիթ ասավ Դավիթ խերիքի, քելի երթանքտուն մերտեղ զատնի, չելնի գյող տրալի պատախենք։ Ես խալիվոր եմ, դու էլ տղա ես, սորա չենք կանա մեր անձնազատի։ Ամա Դավիթ մտիկ չարավ, ապա չուր մութը կողեց ինք հալա են տեղվանք կպտտես։ Ստուց ետ Դավիթ դուս ելավ բաղչից դուր պակեց ու ինքավ ճամպախ։ Ժամանակը մերթալուց ետ խորոխբեր շատ նեղացավ, մութն էլ կողեց շիտակին, որ խամար ասաց Դավիթին արի էսա ճամփից քիչմ դուս ելնենք, նստենք մեր խաց ուտենք, քիչ մել քնենք խանգստանանք չուր առավտուն, նոր ինենք ճամփախ երթանք մեր տուն։ Գնացին ճամփից դուս տեղը նստան կերան օրենց խաց։ Ենտեղ Դավթիկյուն զորեց ինգավ քնավ։ Խորոխբերն էլ ուր գլոխ նետի Դավթի աբի փեշի վերեն քնավ որ չելնի թե Դավիթ զարթնի վերելնի ինքն էլ ինոր խետ վեր կենա։ Այսպես քիչմ քնան չքնան մեկ էլ կես գիշերվան ժամանակ Դավիթ հանկարծ վեր ելավ տեսավ որ դիմացեն կես սահատվան ճամփախ տեղը ախակին փոցմը պալան երկին կպանցրանեջ։ Խասած, աղորդի որ իմ խորոխբեր կասեր թե եբ մտնիկ ելնի որ քյող ու տրալ վեր մեկյան, անպաճար էսա կրակ են քյողեր կվարեն մելլեպ մանելու խամար։ Շոտմ վեր թրավ, որ երթեր են կրակի կող, մեկ էլ տեսավ, որ ուրաբի փեշ խորոխբոր գլխու տակն էր, ինոր խամար շոտմ խանեց դանակ, կտրեց աբի փեշ ու ինգավ ճամփախ խասավ են կրակի մոտ, տեսավ, որ կրակ կվարվի, ամա մարդ չկա ենտեղ։ Ձեր կուտակրակին կտեսնա, որ ձեր չիրիցի։ Դավիթ զարմանքով կասի, այ Տեր Աստված, ես ինչ բանի։ Մեկ էլ տեսավ, որ Աստծու խրամանքով Խրիշտակ միջավ ենտեղ ասաց, էստեղ Աստվածածնա եկեղեցու տեղն է, որ քյո պապիկ պարոն ներսես շինեց, ու մսրամելիքն եկավ ավիրեց, պետքի որ դու էսա ժամտուն շինես, ու մեկ օրվա մեջ լմնցուցես, ու են ժամու մեջ մասնվես, որ Աստված ամենակալ քո գործին աջողութեն տա, ու դուն էլ քո սրտի մուրազին խասնես։ Եսա խոսքն ասելուն պես Խրիշտակ շոտմ աներևույթ ելավ։ Դավիթն էլ Աստծուն փառք տալով են կրակի բոլոր երրմ քաշեց ու դարձավ եկավ մոտ խորոխբեր, տեսավ որ հալակը քներ։ Են ժամանակ էսա տաղն ասաց. Խերախոտ դու խորոխբեր, խեր չունեմ, դու պիտանես խերութեն, դու շինես մարութապանցր Աստվածածին, յա ես պիտի շինեմ զորով։ Խերախոտ դու խորոխբեր, խեր չունեմ, դու պիտանես խերութեն, դու շինես մարութապանցր Աստվածածին, յա ես պիտի շինեմ զորով։ Խերախոտ դու խորոխբեր, խեր չունեմ, դու պիտանես խերութեն, դու շինես մարութապանցր Աստվածածին, յա ես պիտի շինեմ զորով։ Եսա խոսք իրեք տիր կրկնելուց ետ, մեկ էլ ձեն ինգավ խորոխբորական ու զարթավ տեսավ, որ Դավիթ կուլեր, արջևն էլ ախագին կրակըմ կեր, են ժամանակ խորոխբեր ասաց, Դավիթ բալաս, ինչի կուլաս, Դավիթ ասաց, տես խորոխբեր, էդա ինչ կրակի, որ կվարվի մեր դիմաց։ Ձենով ովան ասաց, ինչ կրակ պիտի ելնի, կաչկա, որ խովիվներ են, որ կվարեն տայնալու խամար։ Չէ, ասաց Դավիթ, սխալ ես, արի երթանք մոտ տես թե ինչ կրակի են։
շոտ մելան երկուս մեյտեղ գնացին դեղ կրակ, են ժամանակ ծենովովան տեսավ, որ են կրակի բյուլոր երրմ կա քաշուկ ասած տղա, ես ինչ երրի եսա կրակի բյուլոր, Դավիթն ասաց ես քեզնից առաջ եկա այստեղ ու են երր քաշեցի չունքի կուզեմ, որ ըստեղ շինվի սուրբ աստվածածին եկեղեցին, են պայմանով, որ մեկորեն շինվի լմնա, ես իմ ճաշակն առնեմ։ Ենտեղ էլ պետքի քյարսուն վարդապետ, քյարսուն թերթեր, սարկավակ ու տիրացու մնան, կուզեմ, ովան ասաց, էտա զմեն աղեք, աման մեկ օրվա շինել կարելի չէ, ապա պիտի որ ձիք քյարսուն օր ժամանակ տաս, Դավիթ ասաց շատ աղեք, թող քյո ուզածի պեսն էլնի։ Աղորդ որ, ծենով ովան կաներ են ժամ մեկ օրվա մեջ շինի, աման են ժամանակ, մսրամելիք ուր վերքին ժողվելու իկիր էր, կվախներ, որ կեր ուր շինած կակեր, ուր միտքներ, որ այսպես ժամանակ առնելով անցուցեր, որ մելիք դավ աներ, նոր շիներ են ժամտուն։ Մենք գիտենք, որ ովան շատ պանցր ծեն ուներ, ինոր խամարել, ինոր անուն ծենով ովան էր, ինոր ծեն ասկուն պանցր էր, որ եբ բորալու էլներ, ինոր ծեն չուր քարսուն օրվա ճամպախ կերթեր կխասներ, ինոր խամարել էլավ պանցր տեղմ, ու աշխարի չորց կողմ բորած, որ զմեն տեսակ ասնվներ են տեղյան ժողվեն են ժամ շինելու խամար, ինոր ձեն չորս կողմ լծվավ, մեկ էլ քիչ ետք, 24 ասնվի ուստեք ուրենց պանվորներով մեյտեղ, ենտեղ թապվան, ժամտան խիմ թալեցին, օխնեցին չումիրիկուն, լմնցուցին, պրծան, մնաց մեկ սեղան, են էլ ասին թող մնա մեկելոր կշինենք։ Են գիշեր, հմենքն էլ կնացին ուրենց տեղեր քնան, մեկ էլ առավտուն եբ զարդան եկան տեսան, որ ուրենց շինած ժամտուն զմենն էլ քակվե, խիմ խորիս էլեր են դևերած ձեռնով։ Դորիս հմենն էլ նորից թապան եկան ձերձերաստավին չուրիրիկուն շինեցին, լմնցուցին, մնաց մեկ սեղան, են էլ մեկ էլ օրվան, թողին կնացին քնան։ Են մեկ էլ առավտուն վերելան, տեսան, որ դևեր նոր են քակերին, խողին խավասարին արե, Դավիթ եբ եկավ տեսավ, որ ժամ չկա, ասաց խորոխպեր, թե ես քյասի, որ ժամ շինվի լմնա, որ ես էլ իմ ճաշակն առնեմ, խորոխպեր ասաց, ինչ ես ուստեք պակաս են մնացե, ինոր խամար էլ չկարցան պրծնի, նորեն էլավ պանցր տեղմ կայնավ, բորրած աշխրի չորս կողմ, մնացած ուստեքն էլ կանչեց, որ քիչ վերջ եկան, աման ինոնցից մեկը թոփալ էր, մեկը չաչալ էր, մեկն էլ պնչատ էր, մնացածն էլ մեկ աչքին։ Իսոնք էլ մեկ էլ ներած խետ միացան, ու են եկեղեցին շինեցին, լմնցուցին, քարսուն խատել վարդապետ, տերտեր սարկավակ ու տիրացու պերին, Պադարակ հարին, Դավիթ մասնվավ, ուր սրտի մուրազին խասավ։ Են ժամանակ խաչ պատրաստին, խաչվավ վեր Դավթի աչ թևին, են ժամանակ անուն էլ դրին, Մարութա պանցր աստվածածին։ Մեջ սասուն մեջ Մարութա սար գետմ կնցներ։ Դավիթն ասաց պետք է որ եսա գետի վրեն էլ կարմունջմ շինվի, որ չելնի, թե կարմունջ չելնելու խամար շատեր ինեն գետ։ Եփեն կարմնջի խիմ թալեցին, ամեն թալացքար ջուր կտաներ, խիմ չեր բռնի։ Են ժամանակ Դավիթ ելավ սարից են տեսակ կախագին քարեր կլորեց տակ, որ մեկ քարքանց ճոճտուն մեր։ Են քարեր կարմնջի չորս խմեր թալեցին, են քարերած վերեն էլ ուրիշ քարեր շարեցին, քիչ ետ կարմունջ կապեցին պրծան։ Ասկուն լեներ են կարմունջ, որ երկուս էլ կուշտ կշտի կնցնին, են կարմնջի անունն էլ տրին Դավիթի կարմունջ։
Դավիթն էլ են ժամտնից 2 սահատի չափ զատուր սարենը կայնացուց։ Ինոր արջևն էլ տնկեց խաս բաղչեմը, Աստծու ստեղծած զմեն անասուններ ու խավքեր են բաղչի մեջ նիդիր։ Եբ տեսավ սմեն պաներ պրծավ, օխ ասաց ու նստավ են տեղ ուր քեվ քաշելու։ Քանի մոր ետք Դավիթ ուր խորոխբոր խետի չան սասուն, աչքի են ցուցելու խամար, թե ինչ երել էր դարձել են տեղ։ Դառնանք Մսրամելիքին։ Մսրամելիքն էլ ճոճացավ, պսայվավ, ելավ Մսրա թակավոր ուր խորտեղ։ Թակավոր ելնելուն պես ուր մարդեր նորոխկեց սասուն, որ վերքին ժողվեն 20-30 փայլևաններով։ Թակավոր ելնելուն պես ուր մարդեր նորոխկեց սասուն, որ վերքին ժողվեն 20-30 փայլևաններով։ Իսոնք Մսրամելիքի պերնով թուղթ պերին ծենովովանին, Են թղթի մեջ գրած էր, թե քարսուն ախտուպեր ոսկի կուզեմ քենե ուխտերն էլ խետ։ Են քարսուն ախտերած խետն էլ կուզեմ քարսուն խատ երկնաբոյ կնիկ, որ են ախտեր պարնան։ Քարսուն խատել կտրիչ աղջիկ կուզեմ, որ կյան թակավորուտան մեջ երկան քաղան։ Ծենովովան եբ են թուղթ կյարթած, ինոր կամք կատարելու իտվեն ելավ։ Թելոլ Դավիթն էլ, որ ճաշակն առնելուց ետ ուր լեզուն շիտ կվեր էր, ելավ նորեն դեղուր ավ, կնաց են պարվու արտի մեջ էլ մել ճնճղուկ զանելու։ Մսրամելիքի մարդեր էլ գաղթիկ կանչեց Սովան ու ասաց առեք ձեր թակավորի ուզածն ու գաղթանց կնացեք, որ Դավիթ չիմնա։ Ինոր խամար որ ենք աշխատեր, որ Դավիթ միշտ Դուստեղրանք մնա, որ չելնի, թե իմնա կռիվանի խետինոնց ու զիրենք փորձանքի մամատնի։ Ծենովովան եբ Մսրամելիքի ուզած 40 աղջիկներ ժողվելու վրա էր, տեսավ մեկ աղջիկ կպայսի։ Ինոր խամար օրողկեց են պարվու մեկ աղջկա իտևնել իպե, որ ինոնց խետ խառներ։ Դավիթ երբ ուր զարկած խավքեր առրեց եկավ, նստավ վերախպրին ուր ծերներ լվեր, մեկ էլ են արտիտեր պարավ փարչ ծերն, եկավ, որ էտ աղբրիտ ջուր տանի։ Ես սապարավ եբ տեսավ Դավիթին, գմպ միզար մեջ ինոր կլխուն, իշունց տալով ասաց, անը թաթախ մերնես, նորենի մարդակն ու վրա արիր քո ավի խամար, ինչի քո խոր պրիշակ միշ չկա, որ ավկանես, ենելի մարդի մեջ, որ իմ ումուտ նապավենի։ Ինչի քո խորոխբեր Մսրամելիքի խամար պարաունի տալու, մսի պարա չկանա տա։ Թող զեսա իմ մեկ խատիկ աղջիկն էլ քո խորոխբեր խլեց ձերնես, Մսրամելիքի ուզած 40 աղջիկներած խետ ինոր օրողկելու խամար, ըսկնա մեր տուն ավիրեց, մեր դուր քանդեց։ Ասաց խեղճ պարավն ու սիրտ պլելով, բաշլայեց մեկ ցենով լալուանից էլ Դավթին ինոր 7 պորտի։ Դավիթ պարվու խոսքեր եբ լսավ ինոր արջև թալեց ուր զարգյած զմեն խավքեր ու վազեց քաղաք։ Եբ քաղաք մտավ տեսավ, որ խորոխբեր 30 ըխտապեր ոսկի չափեր էր, մնացել էր մեկ ըխտուպեր։ Խորոխբեր եբ տեսավ Դավթին շատ վախեցավ, ասաց ուր մտքի մեջ, վախ քո ոտքոտրեր ինչ կելներ, թող մեկ քիչ մել անգներ չուր ես պրծնի, մկա ինչ անեմ իսոր խետ, մե փոթորիկամ պիտի իցկի։ Վերիս փայլևանի մեկը, որ հմենի ճոճներ մեկ կող մաթորի վերեն ոտած վերեն թալեր էր, նստեր էր։ Պերկանալով ասաց Ծենովովանին, դու էդ ինչ կանես, ինչի պակաս չապեցիր, խորոտ չապի։ Դավիթ ինքն էլ պերկանալով վեր ուր խորոխբոր ասաց, աղորդ կասի, ինչի աղբոր վերքիք խորոտ չես չապի, ըսկուն կերևա, որ են մեկելներն էլ ըսկնա պակաս ես չապե։ Ասելուն պես մեկ էլ պերները սմեն կետին տապեց, նորեն պաշլայեց չապել։ Աման չապը գլող վեր դարձուց, ոսկիկն էլ իլից վեր չապի որքին, դարձավ են լծացնել փետով սրբեց, ըսկուն որ պանտմել չմնաց վեր չապին։ Քանի մտիր էսա տեսակ չապելուց վերջ, են ֆերիս փայլևաններա ճոճը պարկացավ ու ասաց ուր մարդերած, խասեք շոտ մեսա ետմու վերեն շանսատակարեք զինք, են ովի որ մեր թակավորի վերք են չապել տա։ Շոտ մերկու իրեք խոքի ասան դեղ Դավիթ որ պռնեն,
Դավիթ շոտն վերու չապ իզարկինոն ճոչի գլխուն որ խել կնաց ու գետին գլորվավ Են չապի պետն էլ առեց ձեր ու ինգավ մեկ էլ ներացիտև Համեն մեկին մեյ մեկ պետ զանելուն պես որու թև կոտրեց, որու կլող ճնչխեց, որուն էլ աչք խանեց ու մեյ մեկ դեղ փաղցուց Հստուց ետ խասավ դեխինոնց ճոչ Քաշեցին օր էլ ատամներ, կտրեց քիթ ու անկնջներ ու թելիմը մեջ շարելով կապեցին օր ճակատ ու ասաց դե կնացեք, ձեր թակավորուն բարեք ասեք թե քյո տեսած Դավիթ, գյոս կնա Դավիթ մելետ, թող զես ինոր խոր քյակած ժամտուն էլ շինե, ուր ձերնից ինչ որ կյուգա թողանի։ Ես կերպով են ֆերիս փելևաններ խաղք խատիկ ելան ու կնացին, ելած չելած պատմեցին Մսրամելիքին։ Մսրամելիք եբ լսավ է սապաներ, շոտըմ կանչեց ուր վազիր կուս պայտին ու ասաց, կուզեմ որ խետըտ առնես 20,000 ֆերիս փայլևան, երթաս տավտիշինած ժամ կագես, առնես հմեն վերկիկ դարնաս։ Կուս պայտին շոտըմ ժողվեց ասկերներ ու կշեց չուր պրեպատման կարմունջ մեկ, ենտեղ էլ իզարկ ուր չադրներ ու նստավ խաց ուտելու։ Խացից վերջ տեսավ, որ դիմացի սազլղից մեյ խատ յաբանի եզմ կելնի դուս։ Տեսավ, որ են եզան ակնջներ կնմանին Դավիթի ակնջներած։ Կուսպայտին շոտում խրաման արած, որ պրնեն են, պուղեն ինոր պիրեն։ Շոտ մել պրնեցին եզն ու պերին կուսպայտինի մոտ։ Կուսպայտին էլ խասավ են եզան ակնջներ կտրեց, դեղրոնքի մեջ իդիր ու թալեց ուր չանթի մեջ։ Ենտույց ետ խրաման արած ասկրին, որ անցնեն կարմունջ ու կշեն չուր մարութասար մեկ։ Ասկար եբ մարութասար խասավ, են ժամտուն սարմի շարած, 7 նոր 7 գիշեր կրվան աման են ժամտան դուր չբացին վեր կուսպայտինին, 7 նորից վերջ կուսպայտինի պե, են եզան կտրած ականջներ է թալ են ժամտնից ներս ու ասաց, ես ձեր մեծավորն սպաներ եմ, թե չեք խավատա, տեսեք ինոր ականջներ։ Ժամտան միաբաններ եբ տեսան են ակնջներ ասին սարսափելով, եբ են մեր կոչաղ Դավիթին սպաների, էլ մենք որտեղ կմնանք։ Ինոր խամար էլ բացին ժամտան դուր ու թասլի մելան, կուսպայտին էլ ուրասքրով, կոր մարած ու ներս մտավ ուրասքրած խրաման խանեց, զարգին են 40 վարդապետներ ամեն միաբանների խետ, Ինոնցից մենակ մեկ տիրացու կարծավ ուրան զազատել, ինկած լեշերած տակ մտած։ Եբ զմենին էլ սպանեցին, ժամտուն էլ թալանեցին, քաշվան մեյ կողմ։ Են սաղ մնացած տիրացուն տյուսելավ լեշերած տքից, վազեց չում Դավիթի սարեն մեկ, տեսավ, որ Դավիթ ուր սարի մեջ սաղսելիմ նստերի, սուվրեն էլ արջև, աստծու ստեղծած հմեն բարիքն էլ վերեն, 7 տարվան կինու խետ կուտի կխմի քև կանի։ Դավիթ եբ տեսավ են տիրացուն, ասաց ուր խորոխբոր, մեկելի տես տիրացուն ինչի եկերի, չելնի թե ժամտան խունկն ու մոմ պայսերի, տվեք թող տանի, չէ պորած են տեղեն արնաթաթախ տիրացուն, ոչ խունկնի պակաս, ոչ ձետն ու մոմ, ապա կուսպայտին է թալ վեր ժամտան, մենք դուր պակեցինք ներս մտանք, 7 գիշեր 7 ցերեկ կրվանք ու դիմացանք, մեկ էլ անկարծ ջուղ տմական չէ թալ ժամտից ներս, ասաց ես ձեր մեծավոր Դավիթ նսպաներ եմ, որ չեք խավատա, տեսեք ինոր ակնջներ, Եբ լսանք, էլ մեկ կորսնցուցինք մեր կսկիցեն, մեր հույս կտրեցինք, ժամտան դուր բացինք թեսլի մելանք, թե չենիք պիտի չհաջողեր, կուսպայտին էլ ուրասկրով ներս մտավ, կոտորեց ժամտան հմեն միաբաններ, թալնեց էլած չելած, մենակ ես ազատվա եկա, որ ձեզ պատմեմ, ժամտուն էլ թալնելուց ետ քյակեց խիմ խորիս արած։ Էй վախ, պորած Դավիթ ու լալով ասաց, աչքերը թող կուրներ Դավիթին, ձեռները թող թուլներ Դավիթին, ոտները թող կոտրեր Դավիթին,
որ չգեին ինոր ասին, թե Մարութապանցր Աստվածածին, քար չի մնացե վեր քարին, ոչ էլ խելմ ուր սպասին։ Ես խոսքն ասելուն պես կուրցան ուր աչքեր, թուլցան ձեռներ ու ոտներ, ելավ կոչըմ ինգավ մեջ ուր սարին։ Էնդեղեն եբ խորոխբեր տեսավ ասաս Դավիթին, բալա, էտ ինչ սև պերիր վեր մեր արևուն, քյոպերնով քեանիցեցիր, էլար կոչըմ ինգար մեջտեղ, դու ախր խաչ պատրաստին ունես վեր քյոթևին, իշա Մարութապանցր Աստվածածին, որ դառնաս արջի Դավիթ, խասնես վեր քյո դուշմնին, զանես, ցրվես, շինես Մարութապանցրիկ Աստվածածին, խասնես քյո սրտի մուրազին։ Խասած Դավիթ, կիշամ խացնուկինին տեր կենթանին, կկանչեմ Մարութապանցր Աստվածածին, որ խաչ պատրաստին խաչվի իմ թևին, ես խասնիմ իմ ազգի սաղութնին, էրթամ կոխեմ վեր դուշմնին, դարձուցեմ մալերն Աստվածածնին, որ ինոնք չմնան գերիանորենին, նորեն շինեմ են եկեղեցին։ Ես խոսքերն ասելուն պես փոխվավ Դավիթ, բացվան աչքեր, շիտկվան թևքեր, սաղցան ոտքեր, ու Դավիթ ելավ չանց առաջն էլ զորեղ։ Վեր թռավ, ուր սարից իջավ տակ, տեսավ ենտեղ մեկ չինարի ծառ, իշաց ուր խաչ պատրաստին, ձեռն էթալ չինար ծառին, քյոքախան արած են ծառ նախագին, իդիր վեր ուր թևին ինգավ ետև դուշմնին, խասավ վեր կուսպայտին, որ ուր ասկրի խետ մեյտեղ ուրախութնով կերթեր, Դավիթ են ծառ ձեռքին պռնած ինգավ ինոնցիտ վեն, ինոնցից կես գետի մեկ կողմ, կես մեկ կողմ, աչից, ձախից, իզարկ, զմենն էլ մլեց մեջ գետին, էնդուց էլ խասավ վեր կուսպայտինին։ Կուսպայտին իր իշկաց տեսավ, որ գետի ջուր զմեն ճանդակ ի կտրե։ Մեկ էլ դարձավ իտվանց տեսավ, որ Դավիթ գը անխագին ծառը բռնած կայնե վեր ուր գլխուն, են ծառ ուր գլխուն զանելու խամար։ Ես որ տեսավ կուսպայտին, քշեց ուր յոթոտնեն ծինը խրեղեն, փախավ կեցակի պես ու ազատվավ։ Դավիթ շոտմ խասավ վեր ինոնց տարած ժամտան մալերած, ետ դարձուց ետ եկավ, նորեն շինեց Մարութապանցր Աստվածածին, քյան առաջին էլ խորոտ ու անգին, նորեն կնաց, ուր քեֆն աչքեց, ուր նորաշեն սարի մեջ մտավ։ Դառնանք տեղ կուսպայտին։ Կուսպայտին խևի խև վազեց, կնաց չուր Մսրա Մելիքի մոտ մեկ, պատմեց հմեն ընցած ու դարձած, են ժամանակ Մսրա ահալին, ուրենց ոչխարներած պրթերը կտրերին ու գետի մեջ կլվին։ Գայտերած մեկ տեսավ, որ կուսպայտին են տեղեն կուկա, մալուլ, մրուտ, պմպուլն էլ խետ, արտասնքն կթապեր կիտ պերնեն վեր, շոտմ ձեն վերուց ու ասաց, կուսպայտին, հուստ կուգաս լերան, էտպես պմպլոտ քյոքիտ պերան, դու եկար ամամեր իրկներ ոչ կան, ոչ կերևան, կուսպայտին էլ վերուց են կնկյան ասաց, հեյ գիտի, հեյ օրոսպի, գյալ տարիք ու գյան գետեր կպերենց է եղ ու չորթան, ես գիտի, որ սասուն էր դաշտ ու դուրան, ես չգիտե, որենիք էր քյար է կապան։ Ասաց ես խոսքեր ու նորեն կնաց մոտ Մսրա Մելիք ու ձեն վերուցին օրել ասաց ես խոսքեր, կնացի խասայի մուրադին, թալնեցի ինոնց եկեղեցին, քյարմել չթողի վեր քյարին, եկա խասավեր սասնագետին մեկ էլ տեսա կոչախ Դավիթին, թիվին դրած էր ծառը մախագին, իզար կաչ ու ձախին ու ասքերներն իլից մեջ գետին, ես մենակ չպատախային օր թափին, եկա որ պատմեմ իմ թակավորին։ Մսրա Մելիք ասաց,
Հեյ կիտի, հեյ խիանետներ, խարամելնի են ձեր կերացխած, դե կուզեմ, որ մեկ էլ պատրաստուտ են տեսնակ ու քշեք վեր են Դավիթին, տեսնանք թե նիկ ինչ մարդի, շոտ կուզեմ 40,000 ամբեղ անմորուս տղա, կուզեմ 40,000 խատ էլ խալիվոր, 40 որել ձեմ մոհլատ, իմ ասացիցս մեկ խաբար էլ գետին պիտի չմնա, 40 օր թմմավ, կուսպայտին ժողվեց մելիքի ուզած հմեն մարդեր, գնացին մսրասարեր ու քյարեր պռնեցին, զարկին չադրներ ու նստան, մսրամելիքները լավ խեցավ ուր մարալֆել, քշեց ասկյար ու կնաց սասունի վերեն, սասնա սնոր խասնելուն պես, չադրներ կայմի շարած ու նստավ։ Ենտեղ են թուղթեմ գրեցի Թուրքյամուն, որ տաներ խասուցերովանի ձեռ, են թղթի մեջ գրած էր, թե են քյո կոչախ Դավիթ օրոխկես գյավերցի կռիվ, տեսնանք թե են ինչ մարդի, մեկ էլ ասկրներած մեկը վերուց ասաց ինչ պետք կա էտա թուղթ թանքին, մեզի խրաման արա, որ մենք քշենք չուր սասուն մեկ, են սասուն, շլկենք, քեզի պիրենք են կոչախ Դավիթի խետ, ինորանուն աշխրի իրեսից վերցնենք մեյտիր։ Խալիվորներած մեկն էլ վերուց ասաց, ինչ պետք կա քշել երթալուն, վառել թացն ու չոր մեյտեղ, ապա պետքի որ իմաց տանք ցենով ովանին, որ գյամեր վերեն, քյամալնի ինչ պիտի էլնի են եթիմ Դավիթին։ Մսրամելիքն են մտքով գրեց թուղթ ի Թուրքյամուն, քյամին էլ թուղթ տարավ խասուտ ցենով ովանի ձեռ։ Ցենով ովան պատասխանեց մսրամելիքին, թե ձիք 7 նոր ժամանակ տուր, ես կուգյամ մոտքե ռազի կանեմ։ Մսրամելիքն ընդունեց ովանի խնդիրք 7 նոր ժամանակի տուր։ Դավիթն էլ նորեն ուրավի խետն էր պարվու արտի մեջ։ Եբ ավից դարձավ վերախպրին կլվածվեր, են պարավ նորեն պարչ ձեր եկավ ջուր տանելու։ Եբ տեսավ Դավիթին կոմպ միզար կինոր գլխուն ասաց, անիծուկ, դու ալա թպա թեպիե չելար, էլ մը ինչի ես ինգե մեջի մարդին, դու չես գիտե, որ մսրամելիք մեր դուր կողերի, շուր մեր քախքի կիտերն էլ պիտի տանի եսիր, իդոր ճար չեք մտացե, իգիրեք խետ ձեր քեֆին։ Դավիթն ասաց, մամիկ, ես ինչ անեմ, ոչ ձի ունեմ, ոչ սիլախ, Պարավն ասաց, ինչի, դրիք ու խոր կուրկ ու ճալալին, թամքնի սետեվին, թուրն կեցակին, կապենը կատիվեն, կավուղ քյուլախին, սոլերը պողպատե, խալավներն երկթե, ինոնք զամենն էլ քյո խոր մերնելուց իտև, դուշ չեն խանվե, գրա, խորող պորըտ մոտեն ուզի ինոնք, կնակարի վեր դուշմնին թե կանաս, Ինչ կխաս կնաս հետա ավից, ու մեր տունն էլ կքանդես էսապես, իմ կորեկի արդ ոտքի տակ կուտաս։ Դավիթ եպես խոսքեր լսավ, շատ ուրախ ելավ, խանեց շոտըմ, մեյ ճանք ոսկի տուր պարվուն ուր արտի վնաս, ու վազեց դեղ տուն, ելավ վերիոդեն ու նստավ մալուլ մռուտ։ Տնեցիք հմենն էլ ուրախանալով ինոր մոտն եկան քեֆը խարցնելու։ Եվ տեսան Դավթին էնպես մալուլ մռուտ խարցուցին, թե ինչ էլիք է։ Դավիթ իսկի պատասխան չի տուր, ելավ գնաց մտավ քյուն չում առավտուն, և զարդավ ձեն իսկե ծուր գլոխ ու ասաց խորոխպեր, դու խերախոտ խորոխպեր, պետք է որ 10 քուրկու ճալալին, թե չես իտա, կառնեմ զորով։ Խորոխպերեսա խոսքեր եբ լսավ, գնաց քուրկու ճալալին արցկեց, փայխից դույս եղան, որ 7 տարի էր փայխի մեջ կապուկ մնաց իրեր։ Չուրեն փայխի տուրն էլ ծածուկ էր, արքից, երցից կուտինի նոր թային, որ էր թուզ ու խմորեղեն։ Ձենովովան եփենցին Դավթին թասլիմ արած, ասաց, ափսոս, որ քուրկու ճալալին ելավ սասնատնից, Դավիթ նորեն ձեն իսկեց գլոխ ասաց, խերախոտ, դու խորոխպեր, պետք է որ տաս թամքնի սետեվին, թե չի տաս, ես կառնեմ զորով, խեր չունիմ, դու պիտի անես խերութեն,
պետքի տաս թամքնի սետեվին, կապենը կատիվեն, թե չտաս կարնեմ զորով, խերախոտ դու խորողբեր, պիտանես ձիք խերութեն, պետքի որ տաս կավուղ քյուլախին, պող պտես սոլեր, խալավներ կթեն, թե չտաս, կարնեմ զորովեն։ Խերախոտ դու խորողբեր, պետքի որ տաս թուրն կեցակին, թե չտաս, կարնեմ զորով։ Ձենով Հովանեսա խոսքեր լսելուն պես իպե Դավթի ուզածներ, քյուլախն իպե ճոչ է լավինոր գլխով, ասկուն որ յոթ կիդր պամբակ լցին մեջ, ճորով եկավ ինոր գլխով էլավ, պող պտես սոլերն էլի են քազալիք, ինչիս է սասվավ Դավիթ, վերեն կապես թուրն կեցակին, ինոր տակն էլ ավելցավ, էլավ խեցավ քուրկու ճալալին, վեր թամքի սեդեվին, ինգավ ճամպախ։ Զենովովան եբ տեսավ, վերեն ասաց, դեր կերթաս, Դավիթ ասաց, դեր պիտ երթամ չիս գիտե, երթամ վեր Մսրամելիքին կռիվ, գուտամ ինոր պատասխան, երթալը տաղեկի ասաց խորողբեր, աման, հելետ յու տղա ես, ինչ ժամանակ որ ճոճանաս, են վաղթի ինչ որ կուզես արա։ Դավիթ ասաց, չէ խորողբեր, ինչ որ էլնի ես պիտ երթամ, խորողբեր եբ տեսավ որ ճար չկա, ասաց, քյոմուր քյոտ ճակատ, դեք կնա, աման ինչ որ կասեմ աղեք մտի կարա։ Ձիուն իսկի չզորես, դեր որ կայնելու կելնի ենտեղ կիչնես տակ, գյամը պերնից կխանես, կլվաս ու կթողնես որ արածա, դյունել կլվացվես աղեկը մուեն չրից կխմես, գիծած էլնիս, որ են կայնած տեղ պողպատե սունըմ կա, պետք է որ քաշես քո կեցակի սուր, մեկ դիր զանիս են սուն։ Թե մեկ են կարծար կտրել են սուն, աղեկի կնա, թե չէ ետ տարցի։ Մեկ էլ քո ներսեսին ու խաչ պատրաստին ախոտ քտ չմորնաս։ Եբ Դավիթ ճամփախ ընկավ, Ձենովովան ասաց ինոր լալով, ափսոս խազար ափսոս, որ կոչախ Դավիթ սասմանց տնից դյուս ելավ։ Դավիթ շատ կնաց քիչ կնաց, խասավ մեկ աղբրիմ գլող, ու ձին շոտ մենտեղ կայնավ, ինքը ձիուց տակ իջավ, խանեց գյամնի նոր պերնից, աղեկմ լված, ինքն էլ լվացվավ, ու ենցին թողեց որ արածա։ Մեկ էլ տեսավ, որ ենտեղ աղորդ մնանց մեյ պող պտեսուն եմ կեր, շոտում քաշեց ուր թուրն կեցակին, ու ասաց կհիշամ խացն ու գինին տեր կենթանին, մարութապանց հրաստվածածին, խաչ պատրաստին, որ խաչվի Դավթի աչտևին, որ քաշեմ թուրն կեցակին, չելնի թե իմ դարբներ թա քյուս նկամին։ Ասելն ու զանելը մեկ ելավ, կտրեց կես տեղեն են պող պտեսուն, աման են կտրացուն էլի նոր են իրար վերաեկավ, ու սուն չինգավ գետին։ Դավիթ եբ տեսավ էսապյան, շոտը մրթավ ու պարկավ են աղբրի գլող կնավ։ Աստծու խրամանքով անկարծ մեկ թափով քյամի մելավ, իզարկ են սան ու գետին շրջեց, ձինել են ժամանակ եկավ կայնավ Դավթի գլխու վերեն, ուր արջի ոտով Դավթին արթնցուց Դավիթ եբ զարթնավ, տեսավ որ ձին ասկունի լծվե, որ էլերի քանց սարմ, տեսավ որ սուններ շրջվե ինգե գետին, եբ տեսավ էսապյաներ, շոտըմ վերելավ պակետ ձի ու ճակատ, չունքի են աղբրի անմախական ջրով ինքն էլ էր լվացվե ու խմե, ինոր խամար ինքն էլ ուր ձիու պես լծվիր էր, կլավցեր ու պետացեր էր, էլեր էր քյանց ազնավուրմը։ Են ժամանակ իպե ուր քյուլախի պամպակներ է խանտուս, են ժամանակ քյուլախն էլ ճորով մտավ գլող։ Պող պտե ճզմեկն էլ են քյազալիք, մեջքն կապես թուրն կեցակին, ինոր կապն էլ ճորով ուր մեջքովն էլավ, ասկուն որ խաստացեր էր։ Էլավ թռավ քյուրկու ջալալու քյամակ, քշեց չուր Մսրամելիքի օրդուն մեկ, եբ խասավ ճոչ պալիմ մոտ կայնավ, իրեք գիշեր, իրեք ցերեկ պորած ու ասաց, որ ձի ունի թող ուր ձին ջրի, են որ եմ ունի թող ուր ձին կերցուցի,
Են որ գյամ ունի թողուրձին գյամի, անմախ ձե մախ եմ պիրե, անգրող ձեր խոքին կարնեմ։ Իրեք օրից վերջ Դավիթն էլ մելելով խեցավ ուրցին ու ասաց կհիշամ խացն ու գինին տեր կենթանին, մարութապանցր աստվածածին են խաչ պատրաստին, որ խաչվերի վերթավ թիթիվին, քաշեմ թուր ընկեցակին, կտրեմ գլող խազարին, մեկ գյավ ոտքեր վեր գլողնի գետին, կայնի դավթի աչ թիվին։ Քիչ մը վերջ տեսավ, որ խարիր խոքուց ավելի մարդեր, գլող գետին ոտքեր տեղ երկին կայներ են տավթի աչ կողմ։ Մեկել են կողմեն փիր ըղթիար մը եկավ տավթի մոտ ասաց, զալմ, խերիք չի, որ ես մարդերս կնակոտորես, կիցած էլնես, որ ինոնցից մեկն էլ ուր կյամքով չի կե կռիվ, ապա զմենն էլ զորով պիրեր են քյոդեմ, կտեսնաս էտ ատիմացի ճոտ չադր, քյո դուշման գյո են չադրի մեջնի, ինորից զատ կե դուշման չկա, թե տյու կանաս կնավեր ինոր։ Դավիթ էսա խոսքեր լսելուն պես, քաշեց ձին կնաց հասավ չադրի դրան մոտ կայնավ, տեսավ որ ենտեղ ախագին սարի մը պես մարդ մը պարկերի, քարսուն կիդր արջիչ կախեր են ինոր կլխու վիրև, են սասում արջիչն էլ, ինոր տված ու առաջ շունչով իրար կդիպներ ու կխով խրեր, կխով ցուցեր ինոր իրես էլ պուզայի պես։ Են չադրի տակն էլ կնիք մկեր, որ Դավիթին ծից տվող թակուխին էր, Մսրամելիքի մերը։ Եսա կնիք Դավիթին տեսնելուն պես ճան չցավ ու ասաց, վախ, զավակս, եսա էլավ իրեք օրի որ տյուկայներ ես տեղրան կանոթից արավներ սարի կե խմի կետեսնամ, իմ սրտի պապակն արնեմ քեզնից, եսա կելնիքյանի տարի որ կետեսած չեմ, Դավիթն ասաց չէ, ես իմ դուշմնի խետ խաց չեմ ուտի, ապա իկիր եմ որ ինոր խետ կռիվ անեմ, դը շոտ վեր խան քյոլաչ որ կայնի իմ դեմ, տիսնանք աստված յadzիկ կուտայա ինոր։ Են կնիք ասաց, իմ լաչն էսա խինգորի որ քների, հալա երկու օր էլ կա որ զարթնի, թեք ուզես որ շուտ զարթնի, Ենատեղ քյոտնի խոփմ կա, ենիք դիր կրակ, որ աղեկմ կրայնա, ապա դիր վերինոր ոտած որ զարթնի, թե չէ ուրիշ ճար չկա։ Դավիթ շոտմ կրայցուց են խոփ, իդիր վեր են մարդու ոտած, որ շոտմ վերելավ որոշք տալով ու քոր կրվելով, ծմրկ տալով ասաց, ով մարե, եսա ինչ տեսակ տեղ ես պատրաստ է, Էսոր լուեր ոչիլներ իմ ոտքեր խորովեցին։ Մերն ասաց բալա, ինչ լու, ինչ ոչիլ քյո դուշման Դավիթն եկի վերք է կռիվ, էլի խենք ինչ պիտի անես, շոտն վերելավ Մսրամելիք, խեցավ ուր ֆիլն խրեղեն ու կայնավ Դավիթի դիմաց։ Կռիվ քաշեց չում իրիկուն արև մտոցին, Են ժամանակ ինոր մերը փչելի տուր պայդոստի բորուն ու ինոնք զատվան մեկ-մեկուց ուրենց տեղեր կնացին։ Մսրամելիք եբ տուն եկավ մորն ասաց մարե, բոշի, էսա եթիմ ձիք պիտի սպանի չունքի եսքան, որ վեր ձիք յարաչի սպան է, աման էսոր պանավ։ Մերն ինոր սիրտի տու, Մահլամի պեյt իր վերինոր յարին յարենչում առավտուն աղեկցավ, մեկ էլոր նորեն կայնավ կռիվ աման, ուր մորն առաջուց ասեր էր, որ պայդոստ բորունը շուտ պչել տա։ Չունքի ես են մարդու թապուն չեմ կանա դիմանա ասեր էր։ Են օրվա կռիվը 10 սահաթի չապ քաշեց, բորուն չպչվավ։ Են որ Մսրամելիք իմ կանտար յարայր առեր, որ ճորովինք զինք է թալտուն։ Մերը նորեն մահլամի դիրվեր են յարայ տերած ու քավեց ինոնց, ըսկուն որ չուր առավտուն աղեկցավ ու կոծվավ, Դավիթն էլ կնաց, ուր պալիտակ նստավ։ Մսրամելիքն ուզեց, որ լեպ մանի Դավիթին։
Են կիշեր կանչեց քանքի տեր, ու ենտեղ ախագին մեյ խորըմ փորելի տուր ուրչադրի արջև, ասկուն որ են խորի լենք քարսուն գյազեր, քարսուն գյազեր ինոր խորանդուն են։ Մնաց շուր առավտուն, Դավիթ խպարտ քեթրեց ուր քյուլախ ու կնաց են չադրի արջև կայնավ, ամային օրից առաջ են օր մորցավ ուրաղոտք։ Մսրամելիք եբ տեսավ, դողանին առավ զինք ու ասաց, մարե, նորեն են եթի մեկավեն անխոքին, բոշ բանի, են այսօր պիտի առնի իմ խոքին։ Մեր շոտը մելավ վազեց չադրի դուր, ծծվեր նիպաց ու ասաց, են քյո աստծու սիրուն որ դու կպաշտես, ու ես ծծվերած խատրին որ ծծեր ես, մեյ տիրի տևը դարձի, թե ինչ է ես քո արած։ Դավիթը եպես ախոսքեր լսեց ուր ծծմոր պենից, մեյ կողմեն իր իշկացի տիվանց, մեկ էլ կողմեն էլ առաջ եկավ, են կերպով էլ ինգյավ մեջ են խորին, չունքի մորցեր երեն ուր խաչ պատրաստին, ու մեկ խպարտութեն մի կերեր վերեն, Դավիթն են խորի մեջ ինելուն պես պիրին խաս հնչիլներ, ու թալեցին են խորի պերժնի վերեն, ճրակ մեր վարեցին դրին մեջտեղ, Գիտերն էլ եկան են խորի պյուլորն գյոնտ պրնիցին, մեկ կողմեն էլ կխնչին ու կթքին վեր Դավիթին, ասկուն ծաղր կանին զինք։ Դավիթ են խորի մեջ շատ մարախ արավ, ու շատ էլ կմտածեր վեր ուր հալին։ Են իրիկուն, եբ աստղեր էլան, աստղիկ թակավոր իր իշկեց աստղունք տեսավ, որ Դավիթ շատ նեղ վիճակի մեջի։ Շոտը մելավ գնաց պատմեց Ձենովովանին, Ձենովովան էլավ խեցավ ձին, վազեց գնաց չուր կռվու տեղած մոտեր, ենտեղից մեյ պանցր ձենով պորրած ու ասաց, Դավիթ, քյո խաչ պատրաստի աղոտք, ինչի մորցեր ես ու էդ վիճակին խասեր ես, պիտի հիշես են աղոտք, որ ազատվես։ Դավիթ եբ լսեց, նոր ֆայմավ ուր արած սխալի վերեն ու ասաց, հեյ վախ, ինոր խամարի, որ ես էսա հալին տիրացա, շոտ մելավ վեր ծնկվերած լալով ասաց են աղոտք, կհիշեմ խացն ու գինին, դեր կենթանին, մարութապանցր աստվածացին, են խաչ պատրաստին, որ խաչվերի վեր Դավիթի աչ թիվին, պախապանք ենա Դավիթին, որ թապ տաուր թիվքեր, որ կտրի եսա զնչելներ, դյուս էլնի եսա խորից, խեցնի ուր քյուրք ու ջալալին, երթազանի թշնամին, կտրի խազարին, մեկ գյակ կայնի ուր աչ կողմին։ Մեկ էլ աստծու խրամանքով, Դավիթ ինքզինք թապի տուր, կտրվան զնջլներ, իսարք վեր քյուրք ու ջալալուն, ու ենիք խավք ու պես դուս թռավ խորից, գնաց կայրավ մելիքի չադրի արջև ասաց, հեյ Մսրամելիք, դուս էլի, դու ձիք խամար խոր պորեցիր, աման հույս ունեմ աստծուց, որ դու են խոր խորատակ պիտի իջմես։ Մսրամելիք Դավիթին տեսնելուն պես, դողանին զինքն առեց ու ասաց, էլի մարե, են անխոքի Դավիթ խորից դյուս էլավ, եկավ որ իմ խոքին առնի։ Մերն էլավ դյուս ու ասաց Դավիթ ջան, արի նստի չադրի տակ, քիչմ խացք է, խորի մեջ շատ նեղացեր ես։ Էй, բեբախտ կնիք ասաց Դավիթ, մեկ էլ խապվեմ կե, ինշալլա, ուրիշին խոր փորող պիտի ինի խորատակ։ Չէ ասաց, ուրիշ պան չեմ ուզի, մենակ թե իմ ուզած պան կռիվ։ Մսրամելիք ելավ դյուս ասաց, դե արի կռվենք։ Են պայմանով, որ ամեն մեկը սիրեքական դարբ զանենք մեմեկու։ Դավիթ ասաց, Առաջ դյուս զարկ, վերջ ես կզանեմ։ Մսրամելիք ասաց, ես իրեք գյուրս կզանեմ կե։ Դավիթ ասաց, ես էլ իրեք թուր պիտի զանեմ կե։ Մսրամելիք ուր ֆիլ խեցավ,
Դավիթ ներուր քյուրկու ջալալին էլան մեյդան ու տաշտի մեջ մեկ ու դիմաց կայնան։ Մսրամելիք մեկ սահատվան ճամպախ զատացավ, ուր գյուրս իզարք Դավիթին։ Դավիթեն ժամանակ հիշեց ուր խաչ պատրաստի աղոտք, ես գյուրս քարսուն գաս ուր մի զատ ինգավ, ամա թոզն ու դուման պռնեց Դավիթի չորս կողմ, մելիք ասաց խողածին, խողիր, խող դարձար, Դավիթ ասաց չէ, խողածին ասլանի պես քո արջևնի կայն է, մելիք եփ լսավ Դավիթիցեն ասաց հեյ վախ, էսա անիրավ հարասաղի էլի, կերևա որ ես են մեյդան քիչ արի, նորեն երկու սահատվան ճամպախ էլ զատացավ ու եկավ վիթալ ուր գյուրս, Դավիթ շոտը հիշեց ուր աղոտք, գյուրս կես սահատվան չափ զատ ինգավ ուրմից, մելիք ասաց խողածին, խողիր, խող դարձար, Դավիթ ասաց խողածին սախսելիմ, քո արջևնի կայն է, մկամնաց քե մեյ տարբել, հեյ վախ ասաց մելիք, նորեն կարճ եկավ, ես անգամ իրեք սահատվան ճամպախ զատացավ ու իզարկուր գյուրս, Դավիթ նորեն հիշեց ուրախոտք ու են գյուրս 20 գազուր մի զատ ինգավ, թոզ թուման պռնեցինք, մելիք ասաց խողածին, ինշալլահ ես անգամ խող դարձար, Դավիթ ասաց չէ, խողածին դևիմը պես քո արջև կայն է սախսելիմ, են դու քո դարբ զարկիր պրծավ, սրեն եկավ ձիգ, են ժամանակ երկուս մեյտեղ չադրի դրան վրեն կայնան, ինոր մերն էլ տյուս էլավ լալով Դավիթ ասաց ինոր մարե, քո տղեն իչու էսա խորի մեջ, քարսուն ըխտան կաշով ծացկի, քաշի վրեն քարսուն ճաղցիկար, են վաղթ ես իմ դարբ զանեմ քո լաճուն, որին օր պանեմ չելնի, ես մենակ 3 թուր պիտի զանեմ ինոր, մերն ուրախանալով իչուց մսրամելիք մեջ ուր պանալ տվեց խորին, ծացկեց վերեն քարսուն ըխտան կաշի, վերեն էթալ քարսուն ջաղցի էլ կար ասաց Դավիթ, դե արի քո դարբ զարկ, Դավիթ կայնավ խորի պենի վերեն ասաց մարեմ, էսա մեյ դարբ աստծուն խաթր, ամա դարբ չէ զարկ, մեկ էլ դարբ վերուց է զարկ ու ասաց մարե, էսա մեկն էլ քո ծծի կաթին ձեր տան մեջ կերած խացի խատրի խամար կուտամ, ամա էլ մել չի զարկ, մնաց մեկ դարբ ու ես անգամ պիտի զանեմ քո լաճուն, Դավիթ խանեց ուր թուրն կեցակին, կայնավ խորի պենի վերեն ու ասաց, կհիշամ խացն ու գինին տեր կենթանին, մարութապան ծրաստվածացին, են խաչ պատրաստին խաչվի վեր Դավիթի տիվին, պախապան կենա Դավիթին, զանի թուրն կեցակին, չելնի որ ուր դարբ ներթա քյուս նկամին, Դավիթ էզարկ ուր թուրն կեցակին, կտրեց քարսուն ջաղցի քարն ու քարսուն ըխտան կաշին, իչավ չուր մսրամելիքի գլխուն, գայթից կտրեց ու խասուտ չում երկու ոտած մեջտեղ, արած երկու տապակ, աման վերմելիքին իսկի խապար չելավ, մսրամելիք պորած խորի միջից ու ասաց, հալա, էսա մեկ, քո դարբն արա երկու, Դավիթ ասաց չէ, կտրիչի դարբ մեկ կելնի, երկու չելնի, քրամ արա, կե մեյդիր թապ դուր, մսրամելիք եփ ինք զինք մեյտիր իրարի դուր, էլավ երկու կտոր, Են ժամանակ Դավիթ համան խասավ ջաղցի քարեր ու ուխտան կաշիկի տուր ետ ու ինոր են տեղից դյուս խանեց տարավ մորն ասաց մարե, իսորաչ կողմն իմ խոր կխասնի, ես կտանեմ կխորեմ, ձախ կողմն էլ գյո կուտամ քե, տար ինչ կանես արա,
չունքի աչ կողմն իմ խոր մոտենի։ Էլ ուրիշ բան չեմ ասի ձե, մենակ թե իմ խոր կապած վերքիք կուզեմ ձեզնե։ Են ժամանակ դրեց թուղթ ու էտու քյամուն, քյամին տարավ Դավթին ամակ ու էնոր խորոխբոր ձեր խասուս թե չէ, են ժամանակ հմեն քաղքցիկ մեյ ոտի վերա էլան ու կրացին Դավթի դիմաց, Դավիթ եբ խասավ ենտեղ, Դավթին առին առոք պարոք տարան քյաղակ, 7 օր ու 7 գիշեր կերան, խման ուրախութեն արին։ Դենդուց ետ պիրին, Դավիթ պսակեցին ու արին թակավոր։ Քաշեցին նամիշ քաշեց, Դավթին խորոտիկ լաչ մելավ։ Են լաչու տարին թմմավ թե չէ, տեսնող կասեր թե սա 3 տարեկան տղայի։ Ջամփոլատ եբ խացկցա, որ Դավիթ խետ Մսրա Մելիքին կրվե ու սպաների ինոր, թե էս սկնա որ մնա Դավիթն աշխարհն ուր ձեր կպիրի, լավ ախրաթեն թուղթմ գրեց իդուր քյամուն, են թղթը մեջ գրած էր Դավթին, թե պետքի բրգաս ինձի խետ կռիվ։ Դավիթ եբ թուղթն առեց, ջուղա բարած, շատ աղեք, զրկած գյոյես եկա։ Դավիթն ելավ խեցավուր քյուրքյու ճալալին ու քշեց կնաց չուր ախլատ հասնոր, են տեղից թուղթմ գրեց իդուր քյամուն, են թուղթ խասավ Ջամփոլադի ձեր։ 3 օր, 3 գիշեր ինոնք են երկուսը կայնան խետ մեյ մեկու կռիվ քուշտի կպան։ Են ժամանակ որ Դավիթ ձեռքը թալեր Ջամփոլադինը, ինոր ձեռներ կմտներ Ջամփոլադի մարմնու մեջ, գիտես թե խմոր էլներ ինոր միսն ու մարմին։ Ջամփոլադ ասաց Դավթին, էլ ես խետքե քյուշտի չեմ կպնի, պետքի որ քյուրզով կռիվանենք։ Շատ աղեք ասաց Դավիթ, դու քյուրզով զարկ 3 տիր, ես էլ քե 3 ղատ թուր պիտի զանեմ։ Ջամփոլադ ասաց, դե առաջ դու զար։ Են ժամանակ Դավիթ հիշեց ուրախոտքն ու քաշեց թուրնի կեցակին ու ես զարկ Ջամփոլադին, ինոր գայթից կտրեց, արած 2 կտոր տապակ։ Ջամփոլադ ասաց, կտրիչ, դար բտարա 2, Դավիթ ասաց, չէ, կտրչի թարբ 2 չելնի, մեյք елնի, մեկ քարամարա քե մեյդիր թապտուր, Ջամփոլադ եբ իրար տիպավ, գլխու կես մեյ կողմ կնաց, կեսնել մեյ կողմ, ու ինգավ ենտեղ մերավ։ Ջամփոլադի մերնելու խապարն ինքավ ախլատու ժողովրդի մեջ։ Ինոր խամար շատ ուրախցան, էլան աստուծով մեկ, եկան թիմավորեցին Դավիթին ու առան տարան քյաղակ թե չէ, մեկ էլ ենտեղած դևերելան ինոր թեմ ու խասան չին թողնի որ մտներ քաղաք։ Ենտեղ Դավիթ կրվավ խետ դևերած, հմենին էլ ջարդեց ու ենոնց քյաղակն էլ ավիրեց։ Դարձավ են քյաղքի ժողովուրդ ժողովեց, Քրիստոնեութեն սովրեցուց ինոնց, շինեց ենտեղ ուր սարեն ու արած ամառանոց։ Ձմեր սասուն կուքեր ամառ ախլատ ու իր քեյֆ կաներ։ Ենտեղեն լավ կնաց, դեղ սասուն խասավ քյաղակ չխասավ, ժողովուրդն հմեն էլան ինոր դիմաց, չուր 3-4 տարեկան տղեներն էլ եկան ինոր ձեռ պակեցին։ Են տղեներած մեջ էր Դավթի լաչ, որ ուրխեր տեսնելուն պես շատ ուրախցավ ու ասաց, բաբո, ինչի ձիկել չտարար Ջամփոլադի խետ կռիվ։ Գնացին նստան քյաղակ, գերան խման 7 օր, 7 գիշեր, զանին, խաղցան, շատ ուրախութեն արին, ու Դավթի լաչու անուն էլ տրին Պստիկ մհեր։ Պստիկ մհեր եպելավ 7 տարեկան դրին վարժատուն։ Դավթի լաչու տարին, որ խասավ 15, են պես կոչաղ ու կտրիչ մելավ, որ դուք ասիր հահա 30 տարեկան ջհել մելներ։ Ենդուց ետ աստղիկ թակավոր դրալ վերգեն ու ծենով վան մերան, մնաց Դավիթ խետ ուժլաչ մհերին։ Մհեր քյանի որ ճոճաներ, ենքան էլ կկտրճաներ։ Ասկուն որ մի քիչ ժամանակից իտև հմեն աշխար ցենի տուրի նոր կտրճութեն։ Ամա շատ էլ զուլում։
Զալմ քարութեն կաներ ժողովրդին, ինոր խամար էլ հմեն ժողովուրդ վեր կացան, էլան եկան Դավթի մոտ կանգտելու։ Դավիթ երբ ճամփոլած սպանեց, էլ Թոբայի եկավ ու երթումով ասաց, որ ես էլ իմ կյանքի մեջ կռիվ չանեմ, ինոր խամար էլ աշխարհ չմտավ։ Հմեն ժամանակ ծոմ ու պաղսով, աղոթքով ու խսկումով օր գնցուցեր։ Պստիկ մհերն էլ ուրտեղ թակավոր իդիր, են երկրի հմեն բան ինոր ձեր թողեց։ Դավիթ երբ տեսավ ժողովուրդ ռազիչի պստիկ մհերից ու միշտ կուկյան կանգտեն ինոր վերեն, ինոր խամար, օրմ կանչեց մհերին ու ասաց, այ տղա, խելացի կաց, էդա զալմ քարութեն թող, էնպես բան մեր տան մեր սսլին չի հարմարի։ Խերն ինչ որ արած, վեր ինոր ճար չկարած անել, ինոր խամար էլ վերուց ասաց, կխնդրեմ Աստված պետականեն, որ խողք է տեղ չի տա։ Ավուր մեկին էլ կանչեց մհերին ու ասաց, են թուրն կեցակին տարթալ մեջ նազուկածովուն։ Մհեր առես թուր ու կնաց աման չեթալ ծով։ Էլմ դարձավ եկավ իպեխետ, խորխապեց ասաց թուրն կեցակին թալիցով։ Խերն ասաց են ժամանակ ինչ տեսար են գյոլի մեջ, ասաց բան մել չտեսա, Դավիթ ասաց սուտ կասես, չես թալե։ Էսպես երկու տիր խապեց ուր խոր վերջ տարավ թուրն կեցակին է թալծով եկավ, թուրն կեցակին են գյոլի մեջ թալելուն պես, են ջուր արուն կտրավ։ Մհերն եկավ խոր պատմեց, խերն ասաց, եբ թուր թալիր ծով ինչ տեսար։ Մհերն ասաց թուրը թալելուն պես, ջուր կտրավ ծով արուն, ասաց։ Կխավատամ, որ էսա տրուս թալեր ես։ Ստուծիտև Դավիթն էլ մեռավ, ինոր էլ թաղեցին ախլաթի մեջ։ 40 օր որ թմմավ, մհերի մերն էլ մեռավ։ Դավրան մնաց պստիկ մհերի ձեռ, որ ինք կզաներ, ինք կխաղեր ու զմեն զալմ քարութեն կաներ ուր ալահուխետ։ Օրմ պստիկ մհերի չարեն կտրավ ելավ կնաց վեր մոր գերեզբնին շատ իլաց ու ասաց, մարե, ինչ անեմ, էլ խողձիկ չի վերուցե։ Մոր գերեզբնեն ցենը մելավ ու ասաց, գնա, ես քե անեցք չեմ տվե, քե անեցք տվող քյո խերնի, գնա ինոր գերեզբնի վերեն լաց։ Պստիկ մհեր են տեղից ելավ կնաց վեր խոր գերեզբնին իլաց, ու են գերեզբնի ցենը մելավ ու ասաց, գնա, քյո ցինը խեցի քշիչում վան մեկ, ենտեղ ագրավու քարմ կա, կերթաս ենտեղ են ագրավու քարի մեջ կնստես։ Պստիկ մհերն էլ լավ, խեցավ ուրձին, քշեց չուրվան, չուր ագրավու քարն մեկ, ենտեղ պանցր քարի մվերեն լավ մտավ ինոր բացվածքի մեջ, ու են քարն աստծու խրամանքով եկավ իրար, ու ենտեղ մնաց չուր մկա։ Ով որ կուզի, թող խավատա։ Երկնուց 3 խնձոր իջավ, մեկ ասողին, մեկ լսողին, մեկն էլ ականջարողին։